Բարդուծար, ուրենուծար ջախել են կոհյոլայստան։ Պես փետը կտնեմ ձերքիս վրա, կտանի վարանի մոդը, մինչև գիշերը 2-12-ը կվարենք, բայց էլի չենք տակնա։ Հյուսիսային տարածաշրջանի ձմեռը թեկուզ առանցյան ցրտաշունչ է։ Ջաջուր գյուղի քամիներն էլ միշտ անպակաս։ Գյուղի մարդիկ տաք ձմռանը նախապատրաստվում են շուտ։ Վառելիքի պաշար կուտակում են դեռ ամռանը։ Գյումրիից ընդամենը 10 կիլոմետր է հեռու Ջաջուրը, բայց բնական գազ չեն ունեցել։ Վահակսեն գազը գուկա, հոլը չկա։ Առանց գազի ջեռուցման ծախսերը մինչև գարուն փակելը դժվար է։ Միայն աթարին փող չեն տալիս։ Փայտ կամ ածուխը ահագին գումար է բռնում։ Այս կողմերում էլ ձմեռը երկարում է, երբեմն կուտակած վառելիքը ձմռան կեսին վերջանում է, ու այդ ժամանակ մնում են աթարի հույսին։ Բայց փայտի ածուխի ու աթարի տաքությունն էլ ուրիշ է, ասում են ջաջուրցիները, բայց հոգնել են վառարան դնելուց, ծուխ ու ծխնելույս մաքրելուց։ Վերջապես ջաջուրն էլ բնական գազ կունենա, արդեն հաջորդ տարվանից։ Հիմա գազամատակարարման ցանցն են անցկացնում, ստորգետնյա գազատարները եկել հասել են գյուղ։ Սովետի վաղվանից գազ կուզենք, գազը մեր կողմով կանցներ Շոշենկում տրասից, բայց թե գազ չուներ գյուղը։ Մի ասում փառք գազը կուկա, ով կարողանա գազ կվառե, ով չի կարող էլ իր վառելիքը կվառե, բայց թե գազը շատ լավ բան է։ Ստորգետնյա գազատարով Ջաջուրից բացի հարևան Ջաջուրավան, Կրաշեն եւ Մեծարյար գյուղերին է կապույտ վառելիք հասնելու։ Այժմ 50 տնտեսություն ունի Ջաջուրավանը մոտ 200 բնակչով, բայց ժամանակին ապրող ընտանիքները շատ էին։ 1988 թվականից առաջ է եղել գյուղը գազաֆիկացնելու ծրագիր, բայց երկրաշարժից հետո այդպես էլ աշխատանքներն անավարտ են մնացել։ Սակավահող ու Սակավաջուր Ջաջուրավանից ստիպված հեռացել են երիտասարդ ընտանիքները։ Համայնքային ու ներհամայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գազամուղի անցկացումն էլ գրեթե ավարտվում է։ Ախուրյանի տարածաշրջանի այս բնակավայրերը երբևէ գազ չեն ունեցել։ Ջաջուրավանցիները սպասում են, թե երբ ներքին ցանցը կկառուցվի։ Ես չեմ կարող ասել, ինչ քանակությամբ կարող է օգտագործեն, բայց որ կօգտագործեն միանշանակ է։ Իհարկե անհրաժեշտ է։ Շատ է անհրաժեշտ։ Գյուղական բնակավայրերի գազամատակարարման ծրագիրը սուբվենցիոն է, մոտ 10 կիլոմետր երկարության ստորգետնյա գազատար է անցկացվելու։ Աշխատանքներն ավարտվել են Ջաջուրում եւ Կրաշենում, մյուսներում դեռ ընթացքի մեջ են։ Ներքին ցանցի կառուցումը կսկսեն հաջորդ տարվանից։ Արդեն աշխատանքները 90%-ով արված է, գործից մնացել է, կարելի ասել մի փոքր մաս, մոտավորապես 1000 մետրի, 1 կիլոմետրի չափով, ընդհանուր գործը իր փուլով գնում է, կարելի ասել։ Շուտով կվերջացնենք, երևի թե մի շաբաթից։ Ինչ մնում է գյուղերի ներքին ցանցի վերգետնյա կառուցումներ, մենք դրա հետ կապ չունենք։ Մեզ մնում է հասցնենք իրանց նպատակին վերջնակետին, նրանից հետո կշարունակեն իրենց գործը։ Ախուրյանի 33 բնակավայրերից 12-ում գազաֆիկացման ծրագրերը տարբեր փուլերում են։ Լեռնուտ եւ Կարմրաքար գյուղերում բնակչության փոքր թվի եւ բնակավայրերի հեռավորության պատճառով գազաֆիկացման ծրագրեր չկան նախատեսված։ Համայնքապետարանն էլ նախատեսում է այս գյուղերը արևային էներգիայով սնուցել։ Համակարգի կառուցումը նախատեսում են սկսել հաջորդ տարի։ Արևային պանելները Լեռնուտ եւ Կարմրաքար գյուղերի տնտեսությունները կապահովեն էժան էլեկտրաէներգիայով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։